Էս ինչ լավ գործ են անում, էս ինչ լավ գործ են անում։ Հրաշք, ուղղակի հրաշք։ Հələ տեսեք ժողովուրդ ջան, ինչ բարի գործ են անում էս մեր հայրենակիցները։ Մեր հայրենակից Գրիգոր Մովսիսյան։ Տեսեք։ Ահա, մարդը որոշել է իր հայաթը փոքրացնի, իր տարածքը փոքրացնի, բայց ճանապարհը լայնացնի։ Գնահատելի է, որ ժամանակի հետ ավելանում են մարդիկ, ովքեր կարևորություն են տալիս ճանապարհների լայն լինելուն, եւ իրենց օղակտորի հաշվին դրանք լայնացնում են։ Արա Մանուկյանը այս անգամ Ձորագյուղի 13-րդ փողոցում էր, որտեղ Գրիգոր Մովսիսյանը եւ Գառնիկ Կիրակոսյանը բարի կամք են դրսեւորել եւ առանց համայնքի միջոցների օգնության լայնացրել են իրենց տան կողքով անցնող ճանապարհը։ Բարի ողջույն ձեզ ժողովուրդ ջան։ Բարե։ Ինչ անում ես ուրախությամբ։ Մովսիսյան, ուղիղ արել ես, ոնց որ թեք ես արել պատը։ Այնտեղ էթում թեքվում է։ Չէ, քարն է, վրայից քար պետք է տա միրը, ապել, բարև ձեզ։ Տեսեք, ժողովուրդ ջան, ինչքան է լայնացնում մարդը իր տարածքը։ Իր տան մոտով անցնող ճանապարհը ինչքան է լայնացնում։ Կիրակոսյան, բարի օր։ Այդ կեպկեն հանի, որ տենան քեզի։ 98 տարեկան մարդ է, գործի գլխավոր դերասան։ Օրհնելա, չէ՞։ Քերի Գառնիկը օրհնելա, չէ՞։ Արածդ։ Դադաջին, Չնայած դու այնպիսի գործ ես արել, որ տեղով արդեն օրհնված է։ Առանց դադաջի ոչ մի բան։ Մովսիսյան։ Ջանա, պրիվետ, բարև բոլորին։ Շնորհակալ եմ։ Ժողովուրդ ջան, ինչքան կարաք լեն արեք, տարածքը սաղին հավասար է։ Մեկը այսօրվա հարսնու աղջիկ ոչ բոստան են ցանում, ոչ կարտոլ են մշակում, այնպես որ թոչանաբարները լինելնի։ Կյանքում երկու բան կա, մեկ լավ են ասում, մեկ վատ, աշխատեք թո լավ են ասեն։ Այմար, տեխնիկաներ մեծանում է, լայնանում է, ճանապարհ կտրող է, հանձագործ մարդ է, հանձագործ։ Չի կարելի։ Մենք բոլորս կապրենք, պետք է հետաքրքիր թողենք մեր երեխաների համար, որ երեխաները ելնեն ասեն, հալալնի ձեզի, մեր ձեր այսքան գործ են արել։ Ես հարցվա թիվ չէ, թիվը փոխվել է, լավ պետք է լինի։ Կիրակոսյան, բա դուք երբ եք սկսում ճանապարհը լայնացնել։ Երբ ուզում եք, երբ եկաք, տեխնիկան է փերեցիք, ես պատրաստ եմ։ Չէ, միջև այդ պետք է լայնացնենք, որ գործը նոր ասֆալտը սկսվի։ Մհերը երբ է գալիս։ 5-ին ամսի։ Նոյեմբերի 5-ին գալիս է։ Հենց եկավ կպտում այդ գործի, չէ։ Հենց եկավ այդ գործը կսկսենք։ Ահա։ Կլայնացնեմ, իմ պանջարանոցից մոտ, իմ շենքի պանի 2 մետր ես կլայնացնեմ։ Էսա ժողովրդին ցույց տամ, թե ինչի մասին է խոսքը։ Խոսքը ընկերներ, սրա մասին է։ Տեսեք, Կիրակոսյան Գառնիկի տունն է, ինքը պատրաստվում է։ Այս հատվածը ճանապարհը լայնացնի։ Այս տարի, էսի պլանի տակ է, պետք է ասֆալտ արվի։ Հիմա մարդը ասում է, այստեղ հետ է տանելու ցանկապատը, այնպես որ նույնիսկ ծառերը մնան ճանապարհի հատվածում, այսինքն ցանկապատը պետք է դնի դեպի ներս, ծառերը մնան իր ցանկապատից դուրս։ Նույնն էլ այս հատվածում, դե այդ իր տուն տանող հատվածն այդքան շատ չխորանա։ Ահա, ապրես, քերի ջան, կյանք ունենաս։ Ահա, մարդիկ սկսեցին արդեն լայնացնել։ Ասում էի, չէ, որ մհերը կգա Ռուսաստանից ու գործը կսկսեն, ահա, նայեք, մարդը ուղիղ 6 մետր ճանապարհ է ապահովելու։ Ես անձամբ իմ աչքով տեսել եմ, մետրը գցես, դու գել եմ։ Մեր ջան, գալդ բարի։ Ապրես կյանք ունենաս։ Անենք մեր հանրության համար։
մեր համար կապ չունի։ Մեր ճանապարհն է։ Պետք է անենք, լայնացնենք, որ էտա։ Այն օրմազմիզան է, համակսել եղը։ Ճանապարհ թողել են 4 մետր։ Հիմա մեքենա ասում, պետք է անենք 6 մետր։ Կիրակոսյան, ապրես դու քո դաստիարակած սերունդը։ Շնորհակալություն։ Այժմ ոնց որ ցանկացել եք։ Մենք չենք։ Ընդհանրապես ճանապարհն կրճատու կազու դա լավ բան չէ։ Դա մարդկություն չէ։ Չկա ժամանակ տեխնիկաներ մեզանում են, շատանում են իրավդանցնեն, որ հաջուկ ստանան։ Այսօր հեքշն եղուտուն կաշենք, կամ եսանում ենք, ոչ չենք շայում էդ մի քիչ տեխից, վաստոր ճանապարհը լայն էլի ժողովրդի համար հաճելի էլի ետան, եկան, կանգնեն։ Ողորմից էր գնացածներին։ Մյուս տարի 90-ամյակը տա, չէ։ Այո։ Մի 10 տարի էլ ապրես ընտիրա։ Մնաց չէ, գոյ եմ, շնորհակալ եմ։ Ինչ որ ապրել եմ, Աստված ձեզ կյանք տա, հերիկա։ Ապրել եմ, լավ ձևով, քուրվորտի ջան։ Ահա, էս էլ վերջի ախրն է, քերի ջան, էս էլ կանես, Շատ գոյ եմ, անպայման։ էս ճանապարհը կլայնացնես, Անպայման։ բայց արի բան էլ անենք, քերի։ Արի, ով է, էս Վարդանին է, չէ՞ էս մյուս հատվածը։ Հա, միս Ճանապարհից է, Մեսոպի տղա Վարդանին է։ Արի իր հետ կապտվենք ինքն էլ թող գա այդ ճանապարհը լայնացնի։ Ինչ կարծիք ես։ Եթե ժամանակ ինքստեղ անել հիմա շարվել է։ Հիմա այստեղ չի, եդրան ինչ անել։ Այդ հնարին չի, ես կողմից դանան հերիք էլի։ Չէ, երկու կողմից պետք է լայնանա։ Կողմից մի չունի։ Չէ, դու մի հակառակվի, քերի։ Իրանք ստեղ չեն, ես չկարամ այդ գործի մեջ խառնեմ։ Դու քո մեծական խոսքն ասա։ Ուրիշ բան։ Այ ես քո ցավը տանեմ, ես ինչ հանրօգուտ գործ է արել։ Ապրես Մհեր ջան։ Տեսեք ինչ լայն ճանապարհ ստացվավ։ Ժորժա, տեսեք այս հատվածն էլ, որ իջնում է դեպի Գերեզմաներ, իջնում է Մովսյան Գրիգորի տան մոտ, այս մասից էլ պետք է կտրվի։ Տեսեք, այստեղ էս փոքր դարը քերվել է ու ավելի լայն, այս նույնիսկ էս լուսավորության սյունն էլ են տեղափոխել, որ այս հատվածում ավելի լայն լինի, դնդեղ արդեն մեր գվեն, մեր Մովսյան Գրիգորը լայնացել է, այդ մասը տեսել եք արդեն, մնում է գազի գիծը տեղափոխվի։ Մովսիսյան, այսքան ու վсё, էլ չես բարսանում։ Մի ռյադել քար, հա։ Հա, սիրուն պետք է սարքես, որ ճամփեն ոչ միայն լայն լինի, այլ նաև սիրուն լինի։ Ախպեր, պրոստը ստա որ գլուխոյ փագիս ծմերն, Հա, ծունա, համաձայն եմ։ փչակ լցը, էլի ախպերս։ Մնաց հանգամանքան էս գազի տրուբեն։ Այդ գազի գիծը մի քիչ լուրջ է, այսօր շատ անլուրջ են վերաբերվում դրանք։ Արդեն Սարդարյան Հոմերոսը, որ լայնացրեց ճանապարհը, գազի գիծը միջև հիմա լճ են տեղափոխել։ Միաժամանակ համայնքն ամբողջ, այսինքն եթե դել բան չեղավ, օբշի համայնքով առանց դել գյուղի ճանապարհներ ոնց շրագից տարած քանդած, անցանելիություն չկա вообще։ Գյուղն այսօր ծորագյուղը вообще անտերության է մատնվում է։ Կարամ էդի ասեմ։ Ու յուրաքանչյուր տեղ բացի ծորագյուղից ռայոնում լուբոյ գյուղում աշխատանքներ տարվում է։ Մենակ չրագիծը հասկացանք, այն մի թաղել, տագնու վրա արել է սա գյուղի ճանապարհներն ու մնացել։ Ընկեր Մանուկյան ջան, այնց որ այս գյուղը առաջադեմ գյուղ է եղել։ Բայց այսօր անտերության է մատնվում է։ Պատճառն ինչա չգիտենք։ Ասում փառք մեծ գործարարներ կա, բարե գործտեղերներ շատ կան, բայց չի երևում։ Շնորհակալ ենք Մովսյան ջան, որ նման քայլ ես անում
Ուրեմն Ճանապարհը սաղի սա, ժողովուրդ ջան, ոչ մեկ իր հետ ոչինչ չի տանելու։ Բացի մի հատ անունից։ ապրես, ուրեմն այս փողոցը սկսում ենք քեզանից, որ լայնացնում ենք։ Այս մյուս հատվածը Պողոսյան Վարաստատինն է։ Պողոսյան Վարաստատ, բայց ինչ գիտես, Մովսյան կարա լայնացնի ինքը իրա։ Չէ, հնարավոր, եթե աջակցեն, քանի որ ինքը վատ առողջ է, թոշակառու է։ Դրա համար կասեի, որ եթե աջակցեին, մենք էլ մեր ձևով ուժային կաջակցենք, կօգնենք այս հայեցի շուտով փրկելու արամ։ Հա, Բայց հնարավորություն չունի, մարդը չի կա։ ես ճիշտ չեմ համարում, ժողովուրդ, ստեղ ասֆալտ անենք ու այս հենապատը սենց մնա։ Էսի արդեն պտի, ինքը ի վիճակի չի, ստեղ պտի համայնքը իր վրա վերցնի ծախսը։ Այստեղ տեսեք, մեր Մովսյան Գրիգորը, էսի ինքը ամբողջությամբ ինքն է անում, իր ծախսերով, ժողովուրդ ջան։ Տեղեր կա, որ համայնքն է անում, հաշվի առնելով, որ բնակիչը հնարավորություն չունի, ի վիճակի չի։ Այո, ստեղ համայնքի վրա թողում ենք մենակ, այստեղ գազի գիծը, որ տեղափոխվի, որտեվ Հոմերոսը, որ Մովսիսյան Հոմերոսը, որ սարքել է, միջև հիմա գազի գիծը չեն տեղափոխել։ Այսօր ինձ Սաֆարյանը նսած։ Հա, այդտեղ չգիտեմ, պիտի անդադ մի քանի անգամ ասվի գազի գրասենյակ ոնց արվի։ Ապրես Մովսիսյան ջան, որ այսօր քո ծախսերով ես դու անում։ Այստեղ այդ ամբողջ ֆինանսը վերցրել ես քո վրա։ Ապրես դու։ Քերի Գառնիկ, ապրես, ձեր խոսքի տերն էիք։ Ասեցիք, արեցիք։ Շնորհակալ ենք։ Այ պետք է այժմ։ Ես սիրտը լայն է, ամեն ինչի մեջ լայն է։ Ամեն ինչի ճանապարհը թող լայն լինի։ Որ հետան, իկան, որ մտան մեր ծնողներին։ Ինչ կա, այսօր կանք, վաղ չկանք, էդյա մնալու մեր երեխեքի համար, մեր ժառանգության համար, պետք է լավ լինենք, այժմ։ Ապրեք, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ նաև ամբողջ համայնքը, այս թաղամասի ժողովուրդը, որ Մենք լայն ճանապարհով գնալու են գան։ ոչինչ չենք տանում, դրանով ոչ հարստանում ենք, ոչ էլ աղքատանում ենք։ Մենակ լավուտ ունանալու, վատ բան չէ, ամեն ինչը լավ կդիլնի։ Մեկ միսի օգնող։ Շնորհակալություն հայտնելով Գրիգոր Մովսիսյանին եւ Գառնիկ Կիրակոսյանին կարևորենք հետեւյալ ամփոփումը. լայն ճանապարհ ունենալը բխում է բոլորի շահերից, կյանքը դարձնելով ավելի հարմարավետ, հանրային շահը գնահատված։